իր ծրագրերի եւ զարգացման ծրագրերի համեմատ կազմի։ Շնորհակալություն։ Հանրարադիո Տիկին Անդրեսյան, նախորդ տարի հայտարարությունների տարածման կայքերից մեկում Մինիստրիումում մի մարդ հայտարարում էր, որ գրել է դպրոցների տնօրենների մրցույթի համար նախատեսված զարգացման ծրագրեր, որոնք նաև հաղթել են, այսինքն ինչ-որ դպրոցի տնօրեններ իր գրած ծրագրերով են նշանակվել տնօրեն։ Մեր վերջին այսպես ախիլիսային ֆորմատով հանդիպման ժամանակ ես ձեզ հարցրի, դուք ասացիք, որ դրանով կզբաղվի պետեկամուտների կոմիտեն, կպարզեն թե նրանք մի այդպիսի եկամուտներ, թե ոչ։ Ինձ հետաքրքիր է հետևողական եղել եք, զբաղվել է ՊԿ այդ հարցում, եթե զբաղվել է եւ եթե եղել են ինչ-որ բացահայտումներ, որն է եղել հաջորդ քայլը։ Եթե այսպես պայմանական պատասխաններն են, որ այդ մարդը իսկապես գրել է այդ ծրագրերը, բացահայտվել են այն դպրոցները, որոնց տնօրինել են այսպես արտագրված, լողացված, գնված ծրագրերով մարդիկ թե ոչ, եւ ինչ է արվել այս կոնտեքստում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հետևողական եղել ենք այո, եւ Պեկին ենք գրել եւ մեր մյուս գործընկերներին, ովքեր որ կարծել ենք, որ կարող են աջակցել այս գործընթացում։ Բացահայտել ենք այդ դեպքերը եւ բացահայտել ենք այն անձին, ով որ այդ հայտարարությունը արել էր եւ ըստ էության այդ գործունեությունը ծավալել էր եւ պետք է ասեմ, որ մի իրավիճակում ենք, որ այժմ մեր գործիքակազմն էլ ավելի բարելավված է եւ հիմա մենք քննարկում ենք նաեւ արհեստական բանականության միջոցով ավելի ուրեմն էֆեկտիվ զարգացման ծրագրերը ստուգելու ուղղությամբ եւ առաջիկա ամիսներին փորձարկելու ենք այդ գործիքը որպեսզի ներդնենք եւ ինչ վերաբերում է այն բոլոր մարդկանց, ովքեր որ զարգացման ծրագրեր գնալու ճանապարհին են, ես կխորհրդորեմ դա չանել, որովհետեւ մենք հարցազրույցի ժամանակ միևնույնն է կենթանի շփման մեջ շատ հեշտությամբ հասկանում ենք արդյոք տվյալ անձն է այդ ծրագրի այդ տեքստի հեղինակը թե ոչ եւ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ հարցազրույցի ժամանակ ակնհայտորեն նկատել ենք, որ այդ մարդը այդ տեքստի հեղինակը չի եւ այդ բոլոր մարդիկ ստացել են բացասական եզրակացություն։ Եթե այս ընթացքում կլինի անձ, ով որ դրական եզրակացություն կունենա եւ որևէ տեղ աշխատելիս կլինի, ամեն տարի զարգացման ծրագրի հաշվետվություն է ներկայացվում եւ դրա հիմքով նաեւ հետագա պաշտոնավարման հարց է որոշվում։ Եվ ես կարծում եմ, որ մեր տնօրենները ճիշտ կլինի կենտրոնանան իրենց աշխատանքի վրա։ Աշխատանքով է որոշվելու նաեւ դրա շարունակությունը ու ասեմ, որ մենք հետազոտություն ենք արել, այսինքն համաշխարհային բանկի մեր գործընկերների կողմից դպրոցների կառավարման առանձին հետազոտություն է արվել եւ ինձ համար ուրախացնող հանգամանք այն է, որ նոր համակարգով նշանակված տնօրենները ավելի արդյունավետ են կառավարում դպրոցը եւ դա մի ցուցանիշ է, որը ոչ թե նախարարությունն է ասում, այլ որը դուրս է բերվել արտաքին հետազոտության արդյունքներով եւ սա նշանակում է, որ նշանակման նոր համակարգը թիրախային է ունենալով իր խնդիրները։ Ես հասկացա, որ այսուհետ արհեստական բանականության հաստատությունների եւ այլ մեխանիզմներով շատ ավելի արդյունավետ կլինի եւ կբացահայտվի։ Բայց դուք նշեցիք, որ այդ մարդը իսկապես այդ գործունեությունը ծավալել է եւ եթե նաեւ ճիշտ է այդ բանը բացմենած, ինքը իսկապես գրել է այն ծրագրերը, որոնցով հաղթել են ինչ-որ դպրոցը։ Հայտնի է, թե որ դպրոցների տնօրեններն են այդ մարդիկ եւ ինչ է եղել իրենց հետ։ Իրենք շարունակում են պաշտոնավարել գնված ծրագրերով։ Նախ ասեմ, որ իրականում գնված ծրագրերով պաշտոնավարում չեմ կարող մատնանշել, որ տեղի է ունեցել։ Եղել են դեպքեր, որ մարդիկ ոչ թե գրել են ծրագրերը, այլ դա ձեռք են բերել ինչ-որ մեկից։ Այդ դեպքերը բացահայտված են, այդ մարդկանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվելիք աշխատանքը արված է։ Ինչ վերաբերում է այն անձին, որ նման գործունեությամբ զբաղվել է, այդտեղ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ցավոք գործառույթ կամ լիազորություն չունի։ Մեր գործընկերներին այդ տեղեկատվությունը փոխանցված է եւ իրենց լիազորությունների շրջանակներում իրենց քայլերը կարծում եմ, որ պետք է համարժեք լինեն։ Ամենայն դեպս ես պետք է ասեմ, որ նկատում եմ առավելապես, որ մեր համապատասխան դաշտում գործունեություն ծավալողները ավելի ուղղորդվում են դեպի վերապատրաստումներ։
Ինչու, եթե օգտակար է, բադ բան չի, որովհետև եթե մարդը գնում է ինչ-որ մի վերապատրաստման դասընթացի, դրա արդյունքում էլ իր հմտությունները զարգանում են եւ կարողանում է ծրագիր գրել, ապա արդյունքում միևնույն է շահում է այն պոտենցիալ դպրոցը, որտեղ ինքը կարող է աշխատել, բայց որ որևէ մեկը գնված ծրագրով պաշտոնավարի եւ դրա հանդեպ քայլ չիրականացվի, այդպիսի դեպք չեմ կարող ասել։ Սեդա Մակարյան, ABC Media, Տիկին Անդրեսյան, դուք 2025 ուսումնական տարվա սկզբին հայտարարեցիք, որ դպրոցները չեն լինի, որոնք չեն ունենա դասագրքեր, այսինքն կապահովի բոլոր դպրոցներում դասագրքերը, բայց ունենք դեռ դպրոցներ, որտեղ չկան դասագրքեր եւ ծնողները ստիպված են կամ տպել կամ գնել դասագրքերը, տեղյակ եք արդյոք խնդրից, ինչպես է կարգավորվում եւ դուք եք օգտվել արդյունք, քանի որ դպրոցում եք էլի գտնվում, երկրորդ հարցը բարձրացնել, ցավոք դպրոցներում շրջանառվում են նաեւ թմրամիջոցներ, անցած տարի էլ դեպքեր գրանցվեցին, այս մասով նախարարությունը ինչ է անում կանխելու համար, շնորհակալություն։ Շնորհակալություն, դասագրքերի մասով հարգելի լրագրող, պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որովհետև ես ասում եմ, որ որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք եւ եթե դուք խոսում եք այն մասին, որ ինչ-որ նյութեր պետք է բազմացվեն, ամենայն հավանականությամբ խոսում եք այն առարկաների մասին, որոնք դասավանդվում են մոդուլներով, ոչ թե դասագրքերով։ Եվ պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որովհետև ես ինչ-որ ասել եմ, իմ ասածը այն է, ինչ-որ իրականությունն է։ Բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են եւ բաժանվել են դպրոցների միջև սեպտեմբերի 1-ը այն քանակներով, որոնք որ դպրոցների կողմից պատվիրված են եղել։ Այդտեղ այլ հարց, դա մեկնաբանության հարց չի։ Ու կարող եք որպես լրագրող մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք ձեզ դպրոց առ դպրոց պատվիրված դասագիրք, առարկա, ստացված դասագիր, կորով տեղեկատվությունը տանք, որպեսզի կներեք այս անհասկանալի ու անորոշ մեղմ ասած լուրերը, որովհետև իմ կարծիքով դա ոչ թե լուր է, այլ ապա տեղեկատվություն է, շարունակաբար չտարածվի։ Եթե ձեզ իսկապես հետաքրքիր է այդ հարցը, ուղարկեք այդ, մենք ձեզ ամբողջությամբ կտանք ըստ առարկայի, ըստ դասագրքի, որ դպրոց քանի հատ է գնացել եւ ինչքան է պատվիրված եղել։ Եկեք այն խոսակցությունները շարունակենք, որոնք որ ունեն որևէ հիմք եւ որևէ այլ տրամաբանություն, բացի ինչ որ օրակարգեր սպասարկելը։ Ինչ վերաբերում է ձեր ուրեմն երկրորդ հարցին, եթե հիշեցնեք, դա շատ կարևոր խնդիր է։ Մենք այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ եւ ապահով կրթության տարի, նպատակ ունենալով նաեւ բարձրացնել մեր երեխաների իրազեկվածությունը եւ մեր ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերից։ Դա միջգերատեսչական աշխատանք է, այստեղ մենք շատ ակտիվ աշխատում ենք ներքին գործերի նախարարության եւ մյուս գործընկերների հետ եւ պետք է ասեմ, որ բարբերաբար երևի դուք էլ տեսնում եք հաղորդագրություններ թմրանյութերի ինչ-որ խմբականակներ գտնելու, դրանք հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասով։ Մենք ինչ կարող եմ ասել, մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որ նկատում են որևէ կասկածելի բան եւ շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն է, մի մաս են, որը չպիտի լինի, բայց կա եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման եւ դրանց իրացման մեջ, օրինակ մենք հիմա քննարկում ենք, նայեք, այստեղ դպրոցի մուտքը չէ, մենք մտանք ուղակի դպրոց, բայց մենք առաջիկայում կունենանք նաեւ դպրոցի մուտքի սահմանափակող հատվածներ, որոնք որ թույլ չեն տա այսպես առանց ուրեմն խոչընդոտի մուտք գործել դպրոց։ Տեսախցիկներով հագեցումը բոլոր դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք է, պարբերական այցերը եւ կապը համայնքային ոստիկանության հետ։ Ես շատ եմ կարևորում համայնքային ոստիկանները այն մարդիկ են, ովքեր իրենք էլ պետք է աչալուրջ լինեն եւ աշխատեն դպրոցների հետ։ Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք, սա պիտի անենք եւ մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք։ Այսօր տեսակ մենք կենսաբանության դասին վնասակար սովորությունների շուրջ նախագիծ էին անում, սա ինչի մասին է։
նրա մասին է, որ ընտրվում են այն թեմաները, որոնք նաև մեր երեխաներին կիրազեկեն վտանգների մասին եւ նաև կկանխարգելեն այդ վտանգներին նրանց ենթարկվել։ Ես նախարարություն հարցում ուղարկեմ նաև ծնողների բողոքները գրքերի բացակայության համար, մասնավորապես Դավթաշենի դպրոցներից մեկում 3-րդ դասարանի Մարինի գիրք, ես ուղարկեք, ես խնդրում եմ անպայման ուղարկեք, մենք էլ կփորձենք հասկանալ ինչպես է այդպես տեղի ունեցել, որովհետև չի կարող 3-րդ դասարանի Մարինի գիրք պակաս տրվել դպրոցին։ Ուղարկեք, կհասկանանք ինչ խնդիր է։ Շնորհակալություն։ Երբ 2026 թվականին գիտության ֆինանսավորումը կրճատվելու է ընդհանրապես 20%-ով եւ Չէ։ Եթե ձեր հարցը սկսում եք այդ դրույթից կառուցել, եկեք ես ձեզ կանխեմ, որ չի կրճատվելու եւ այս մասին ես արդեն առիթ ունեցել եմ խոսել եւ ուղղորդել եմ, որ մեր բոլոր այն գործընկերները, քաղաքացիները, լրագրողները, ովքեր հետաքրքրված են այս հարցով, ավելի ուշադիր նայեն պետական բյուջեն եւ տեսնեն, թե իրականում պետությունը ինչ է հատկացրել գիտությանը։ Պետությունը արել է հետեւյալը. բոլոր ծրագրերը, որոնք սկսված են եւ շարունակվում են, դրանք բոլորը ամբողջությամբ ֆինանսավորվելու են։ Բացի դրանից առանձին 7.4 միլիարդ դրամ է դրվել առաջնահերթ ծրագրերի ցանկում, որը բյուջեի հավելված 6-ն է, եւ այդ միջոցները հատկացվելու են այն ծրագրերին, որոնք որ կլինեն արդիական, կլինեն կարևոր պետության համար եւ դրանց ֆինանսավորումը կդիտվի նպատակահարմար։ Իսկ սա նշանակում է, որ եթե դուք այս թվերը գումարեք իրար, ապա դա կարող է դառնալ ավելին, քան 25 թվականի ֆինանսավորումներ։ Հետևաբար ձեր բարձրացրած մտահոգությունը, որ գիտության ոլորտի ֆինանսավորումը կրճատվում է, ուղղակի տեղին չի, որովհետև պետական բյուջեն ունի բոլոր կարգավորումները գիտությունը ֆինանսավորելու ամբողջ ծավալով, այն ծավալով, որի կարիքը արդեն կա ֆինանսավորված է հունվարից սկսած, իսկ բոլոր նոր ծրագրերը իմ նշած ուրեմն առաջնահերթ միջոցների շրջանակներում կստանան իրենց լուծումները եւ պետք է նաեւ հիշեցնեմ, որ մենք հիմա քննարկման ենք ներկայացրել շրջանառության վերջին